Եկեղեցին, որի վրա Աստված թագավորում է, պետք է լինի այն եկեղեցին, որտեղ բնակվում են Մայր Աստվածը եւ Հայր Աստվածը։ Եկեք տեսնենք Միքիայի գիրքը, 4-րդ գլուխ, առաջին հատված։ Վերջին օրերին Տիրոջ տան լեռը լեռների գլխին պիտի հաստատվի, պիտի բարձրացվի բլուրներից։ Ժողովուրդները պիտի հոսեն դեպի նա։ Շատ ազգեր պիտի գան ու ասեն. Եկեք բարձրանանք Տիրոջ լեռը Հակոբի Աստծու տունը, որպեսզի նա մեզ սովորեցնի իր ճանապարհները։ Աստված վերջին օրերին կհայտնվի Սիոնում, կսովորեցնի մեզ ճշմարտությունը։ Որ մենք գնանք նրա շավիղներով, որովհետև օրենքը Սիոնից պիտի դուրս գա, Տիրոջ խոսքը Երուսաղեմից։ Հայտնության գրքի 19-րդ գլխում գրված է, որը թագավորեց ամենակալ Տերը Աստված։ Մտածեք այս աշխարհի թագավորների մասին։ Յուրաքանչյուր երկիր ունի իր օրենքը, թագավորը թագավորում է այդ օրենքով։ Նմանապես, չպետք է լինի օրենքը, երբ Աստված թագավորների թագավորը տերերի Տերը թագավորում է։ Այդ պատճառով ինչ սովորեցրեց մեզ, երբ վերջին օրերին եկավ Սիոն։ Աստված սովորեցրեց իր օրենքը Սիոնի ամբողջ ժողովրդին։ Եկեք տեսնենք, թե ինչ օրենք հաստատեց Աստված, դիմելով Երեմիայի 31-րդ գլխի 31-րդ համարին։ Ահա օրեր են գալու, ասում է Տերը, երբ Իսրայելի տան հետ Հուդայի տան հետ։ Ինչ պիտի անի նա Իսրայելի տան հետ Հուդայի տան հետ։ Նոր ուխտ եմ կապելու, ով է օրենք ստեղծելու։ Աստված ասաց, որ նա կստեղծի օրենքը, որը կոչվում է նոր ուխտ։ 33-րդ հոդված։ Այլ սա է այն ուխտը, որ այն օրերից հետո պիտի կապեմ Իսրայելի տան հետ, ասում է Տերը։ Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում։ Ինչին է վերաբերում իմ օրենքը նախորդ հատվածում։ Աստված նոր ուխտի օրենքը պիտի դնի նրանց ներսում։ Նրանց սրտի վրա պիտի գրեմ այն։ Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն։ Եվ այլս յուրաքանչյուր մարդ իր ընկերոջը, յուրաքանչյուր մարդ իր եղբորը չի սովորեցնի, ասելով. Ճանաչեք Տիրոջը, որովհետև նրանք ամենքը նրանց փոքրից մինչ մեծը պիտի ճանաչեն ինձ, ասում է Տերը, որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրինությունը, նրանց մեղքերն այլս չեմ հիշի։ Որտեղ է Աստված հռչակելու օրենքը վերջին օրերում։ Նա կհռչակի Սիոնում։ Բացի այդ, ինչ է նա անելու Սիոնում բնակվող իր ժողովրդի համար։ Աստված ինքը կսովորեցնի նրանց իր օրենքը։ Ճիշտ այնպես, ինչպես աշխարհիկ թագավորները կառավարում են իրենց թագավորությունը աշխարհիկ օրենքներով, Աստված կառավարում տիրում է իր ժողովրդին երկնքի օրենքներով։ Աստվածաշունչը բացատրում է, թե ինչ առանձնահատկություններ կունենան նրանք, ովքեր կստանան Աստծու իշխանությունը։ Նրանք հրավիրվում են գառան հարսանեկան ընթրիքին ընդունում Փեսային հարսին, այսինքն Քրիստոսին, ով է գառը, նրա կնոջը։ Այսպիսով, նրանք, ովքեր հրավիրված են գառան հարսանեկան ընթրիքին, իսկապես օրհնյալ են, քանի որ գտնվում են Աստծո իշխանության տակ։ Շատ շնորհակալություն։